մենք արդեն քննարկեցինք մի քանի դրվագներ, երբ մի դեպքում աղթամարում հայոց կաթողիկոսի կողմից թագադրված թագավորի սմբատարծունու դեպքն է նվազեցվում եւ նվազեցված գրեթե անտեսվում, մյուս պարագայում Թեմուրի պես աշխարհանվաճ հզորագույն տիրակալի ու գահակալի հետ վասալական կախվածությամբ պայմանագիր ստորագրած եւ իր թեկուզ ու կիս անկախությունը պահպանած նորադինի գոյության հետ կաթոլիկ հայ իշխանի իր իշխանապետության շրջանակներում եւ երկու այլ դեպքեր, երբ ընդհուպ թուրք պատմաբանները, այս դեպքում թուրք պատմաբանը Խալիլ Ինանջը, պաշտպանում եւ ապացուցում է այն տեսակետը, որ դանիշմանդյանները դրանք հայեր են եղել, ելնելով աղբյուրների այն հաղորդումներից, որ հայեցին է խոսում այդ մասին, Նիկիտա Խոնյատեսն է հաստատում դա եւ ասում նաեւ, որ դանիշմանդյանները իրենց կապում էին, ասելով թե սերում են արշակունիներից, բայց արիոտես այս բոլոր տեսակետների մասին մեզանում խոսույթ չկա։ Եկեք մեզ տրվենք մի հարցի։ Հայերի շրջանում այս ընկալումը տարածված է եւ տարածված է եղել, որ 600 տարի եւ 6 դար մենք զուրկ ենք եղել պետականությունից, բայց երբևէ մենք հանդիպել ենք օրինակ մի գերմանացու, որը կասի, թե 1000 եւ ավելի տարի առաջ գերմանացիները զուրկ են եղել պետությունից եւ պետականությունից։ Գերմանացիները ընդհանրապես մինչև 1871 թվականը պետություն չեն ունեցել։ Գերմանիա անունով պետություն գոյություն չի ունեցել։ Գերմանական տարատեսակ պետական կազմավորումներ, իշխանություններ մանր ու մեծ, մանրերի թիվը 100-ներ, հարյուրավոր էին նույնիսկ, բոլորը ներառված էին սրբազան հռոմեական կայսրության խարխուլ տանիքի տակ։ Բայց ոչ մի գերմանացի չի համարում, որ 1000 եւ ավելի տարի առաջ գերմանացիները զուրկ են եղել պետությունից եւ պետականությունից, կամ մի քանի դար զուրկ են եղել պետությունից կամ պետականությունից։ Անգլիացիները չեն համարում, որ 1066 թվականին Ֆրանսիայից, Նորմանդիայից եկած նվաճողների Անգլիայի նվաճումից եւ Անգլիայում նորմանդական տան գահ բարձրանալուց հետո չեն համարում, թե իրենք պետություն չունեն, որովհետև ինչի ասել պետությունը, ինչպիսին է դրա ընկալումը, այն էլ միջնադարի համար, արդյոք պետք է nation state գաղափարի շուրջ մեկնաբանել միայն, կամ արդյոք չի կարելի դիտարկել պետականությունն ու դրա արտահայտումները, օրինակ, կոմպոզիտար պետության տեսանկյունից, ու վերադառնանք այն հարցին, արդյոք Հայաստանը զրկվել էր ընդհանրապես պետականությունից։ Ինչպիսին ենք մենք պատկերացնում պետականությունը կամ պետության գոյությունը։ Պարզ, պրիմիտիվ ձևով, որ այդ պետությունը պիտի իր սահմաններով տարածվեր ամբողջ Հայաստանի վրա, բոլոր հայերի վրա, պիտի լիներ մի թագավոր եւ թագակիր, եւ այդ պարագայում միայն ճանաչեինք, ընդունեինք, որ պետականությունը պետություն կա, թե շարժվենք արդի պատմագիտական մտքի մոտեցումներով եւ օրինակ համարենք, որ պետականությունը չհամարենք, փաստացի այդպես էլ կար։ Պետականությունը Հայաստանում ոչ միջնադարի եւ նոր շրջանի ընթացքում գոյություն է ունեցել։ Տարածված մի պատկերացում կա, թե մոնղոլական շրջանում հատկապես պետականության դերը նվազեց, ազնվականությունը հատկապես մոնղոլական ու հետմոնղոլական շրջանում կոտորվեց, լուծարվեց, ջարդվեց եւ այլն, ինչը բնավ այդպես չէր։ Հայերը, հայ իշխանական տները, Զաքարյանները, Խաչենի տերերը, Հասան Ջալալյանները եւ մյուս իշխանական տները ադապտացվել եւ ինտեգրվել էին մոնղոլական կառավարման մոդելին։ Ու պատահական չէ, որ արդի հետազոտողները Նինա Գարսոյանը, Սյունին, Վերբանկը պատահական չեն համարում, որ հայկականների տան ոչ թե նվազել, մաշվել, մանրացել եւ լուծարվել է
մի զգալի մասով հակառակը։ Հայ իշխանական տները արագորեն ադապտացվել, ընտելացվել են իրականությանը Հայաստանի տարբեր հատվածներում, պահպանելով պետականությունն իր ձևերով։ Մոնղոլական ու հետմոնղոլական շրջանում հենց հայ էլիտան եւ ազնվականությունը դարձան այն հաղորդիչները եւ կամուրջը, որ գոյություն ուներ կայսրության եւ հպատակ հասարակությունների միջև։ Այս իշխանություններն ու իշխանական տները, պետականության տարբեր արտահայտումները իրենց գոյությունը պահպանում էին որպես կամուրջ մոնղոլական կայսրության, Սեֆյան պետության, ակկոյունլուների եւ կարակոյունլուների պետությունների պարագայում։ Դիցուք վերցնենք եւ փորձենք հավատալ այն միֆին, որ հայ էլիտան, ազնվականությունը թուլացած, ռազմական ուժը թուլացած եւ այլն գոյություն չուներ։ Իսկ այդ պարագայում ինչպես ենք հաշտվելու այն իրողության եւ փաստի հետ, որ 15-րդ դարի սկզբին հայ մեծանուն ռազմաքաղաքական եւ եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշը, որը վայելում էր Ակկոյունլու սուլթաններ Կարայոլուկ Օսմանի եւ Սուլթան Համզայի սերը, շշմելու փաստեր ունենք։ Հայ գրիչները ասում են, թե Ակկոյունլու սուլթաններ Կարայոլուկ եւ Օսմանը եւ Սուլթան Համզան այնքան շատ էին սիրում Մկրտիչ Նաղաշին, որ Սուլթան Համզան ասում էր, թե ինքն էլ քրիստոնյա է, ինչպես Մկրտիչ Նաղաշը։ Իսկ Նաղաշը ոչ միայն քաղաքական եւ եկեղեցական գործիչ էր, Նաղաշը հայ էլիտայի եւ ազնվականության ներկայացուցիչ էր։ Նաղաշը ուներ սեփական բանակ, սեփական զորք, որով կարողանում էր տարբեր թուրքմենական ցեղերի հարձակումներից պաշտպանել հայ ժողովրդին, որով կարողանում էր գերեվարված հայերին յետ բերել ու ջարդել տարբեր թուրքմենական ավազակախմբերի ու ցեղախմբերի հարձակումներից։ Ինչ է այս փաստն մի կողմի վրա դնենք։ Չէ՞ որ պետությունը կամ պետականության արտահայտումը կարող է եւ այլ դրսևորումներ ունենալ։ Մոնղոլական կայսրությունը կամ դրան հաջորդած հետագա կայսրությունները հետաքրքիր պետականության մոդելներ էին, որոնք իրենց շրջանակներում ենթադրում էին լոկալ, կիսանկախ, ոչ լրիվ անկախություն ունեցող տարբեր պետականությունների գոյություն։ Հարևան Վրաստանում, արևելյան եւ արևմտյան Վրաստանում ընդունված է համարել, որ կային թագավորություններ։ Սեֆյան շրջանում 16-18-րդ դարերում վրաց թագավորներին եւ ոչ մի սեֆյան տիրակալ թագավոր չէր ճանաչում։ Սրանց բոլորին ճանաչում էին վրացի թագավորներին, ճանաչում էին որպես խաներ։ Թագավորական տիտղոս եւ իշխանություն չէին ճանաչում։ Ուրեմն ստացվում է, որ վրաց թագավորների պարագայում, որոնք թագավորական ճանաչման ընդունում չունեին, խաներ էին համարվում։ Մենք հաշտվում ենք այդ իրականության հետ, որ հարևանությամբ պետականություն գոյություն է ունեցել, եւ ինչ է, մի կողմ պիտի դնենք այն հանգամանքը, որ Սյունիքում եւ Արցախում մելիքություններ կային, սեփական ռազմական ուժ ունեցող, հարկավակելու սեփական իրավունքով, իշխանանիստ եւ մելիքանիստ կենտրոններով, լոկալ այս իշխանությունները պետականության արտահայտումներ չէին, ինչ է։ Բազմաթիվ դրվագներ ունենք։ Ագուլիս քաղաքի օրինակ ունենք, որը ֆրանսիացի դոմինիկյան հայր Պիկեի հաղորդմամբ եւ նկարագրությամբ Ագուլիս քաղաքը նկարագրում է կարծես մի հանրապետություն, մի քաղաք-պետություն, որտեղ ասում է Ագուլիսի բնակիչները այնքան իրավունքներ ունեին եւ այն եզակի պետությունն էին Սեֆյանի Իրանի մեջ, որ կարող էին անգամ իրենց ոչ հաճո եւ իրենց դավանանքը չկիսող մեկին քաղաքից դուրս անել։ Եվ ասում է, թե որ Ագուլիսը ունիկալ եւ եզակի արտոնություններ վայելող քաղաք էր։ Սա իհարկե ոչ միայն Սեֆյան շրջանում էր այսպես, դեռ
թուրքմենական շրջանից սկսած փաստեր ունենք, որ Ագուլիսը այս հայկական առևտրաշահ պայմանական անվանենք քաղաք-պետությունը հայտնվում էր օտար իշխողների, կայսրությունների ուշադրության կենտրոնում եւ արտոնյալ դիրք էր ստանում։ Կարակոյունլու Իսկանդարը, Կարակոյունլու տիրակալ Իսկանդարը եւս արտոնյալ կարգավիճակ էր տվել Ագուլիսին, ազատել հարկերից, այս դրվագն էլ մոռանանք կամ անտեսենք որպես պետականության արտահայտում։ Երբ փաստացի գործ ունենք քաղաք-պետության պայմանական անվանենք քաղաք-պետության գոյության հետ։ Կարծում եմ, որ ոչ։ Այլ հարց է քննարկելու, թե երբանից մտավ սկզբում հաղորդման առաջին մասում մեր կողմից քննարկված այդ միտումը համարելու, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանը 6 դար է պետականությունից եւ էլիտայից, պետությունից զուրկ էր, որ էլիտան մաշվել, հյուծվել, տարալուծվել էր, որ հայ ժողովուրդը բռնել էր գաղթի ճանապարհը, որ Հայաստանի տարածքը աստիճանաբար գաղթի պատճառով նոսրանում էր հայ բնակչությունը եւ տեղը եկվորներ էին գալիս։ Առանձին անուններ եւ մեղադրանքներ չհնչեցնելու համար մի քանի օրինակներ կքննարկենք հաջորդ հաղորդման ընթացքում, փորձելու հասկանալ, թե ինչու այս երևույթը մեզանում տարածում ստացավ եւ ինչու այսօրվա պատմագրությունը մերժում է բինար այն տեսությունը, որ պետության գոյությունը պետք է հասկանալ միայն թագադրված թագավորի մեկ գահակալի տարածքային ամբողջական ընդգրկմամբ ամբողջ հայության վրա իշխանությունը տարածող պետության իդեմս այդպիսի պետության կան այլ մոտեցումներ եւ համաչափու ճիշտ մոտեցումներ առ այն, որ Հայաստանի տարբեր հատվածներում հայկական տարբեր իշխանություններ, իշխանապետություններ, ընդཐུպ հայոց թագավորի թագադրում երևույթների հետ գործ ունենք, լոկալ դինաստիաներով, տեղական իշխանությունների մակարդակով մելիքությունների երևույթի հետ գործ ունենք, սկսած զարգացած ու մինչև ուշ միջնադարի վերջ, մենք գործ ունենք պետականության ժամանակի վտանգներին ու պայմաններին ադապտացված տարբեր մոդելների հետ, բազմամակարդակ մոդելների հետ եւ գործ ունենք այն երևույթի հետ, երբ մոնղոլական շրջանից սկսած մինչև ուշ իրանական կայսրությունների շրջան մենք գործ ունենք բազմամակարդակ սուվերենության բաշխման իրականության հետ, երբ տեղական լոկալ դինաստիաներն ու խոսքը հայկական իշխանական տների իշխանությունների մասին է, հանդես էին գալիս որպես կամուրջ, որպես օղակ կայսերական իշխանությունների եւ տեղական հանրույթների միջև։ Ու պատահական չէ նաեւ, որ հաճախ թե ակկոյնլուների, թե սեֆյանների, թե մոնղոլական շրջանի պարագայում մենք տեսնելու ենք հարկահանների, պետական պաշտոնյաների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների շարքում հենց հայեր են եւ ամփոփելով կարող ենք պնդել, որ պետականությունը իր տարատեսակ արտահայտումներով Հայաստանի տարածքում Կիլիկիայի թագավորության անկումից հետո ոչ միայն չի դադարել, այլև շարունակական գոյություն է ունեցել տարբեր արտահայտումներով, տարբեր ադապտացիոն մոդելներով, բայց չի դադարել գոյություն ունենալուց։ Հակառակ պարագայում հաշտվելու ենք այն իրողության հետ, որ մի եկվոր ցեղի առաջնորդ իրեն խան ու տիրակալ է իշխելու Հայաստանի մի գավառի վրա ու տեղական մուսուլմանական մի դինաստիա է ստեղծելու, դրա գոյությունը մենք ընդունելու ենք, իսկ հայկական տարածքի վրա, պատմական Հայաստանի մի հատվածի վրա, հայահոծ բնակչությամբ, հայկական ծագում ունեցող, դինաստիական կառավարման մոդել ունեցող
կաթոլիկ նորադինի իշխանությունը պետականություն չենք համարելու եւ չենք ուսումնասիրելու ու չենք ճանաչելու։